Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճամփորդությունը եւ այսօր մենք հասել ենք Հեսու գիրքը 7-րդ եւ 8-րդ գլուխները։ Այս գլուխներում մենք տեսնում ենք մեղքի վտանգը, ապաշխարության անհրաժեշտությունը եւ Աստծո վերականգնող շնորհը։ 7-րդ գլխում Իսրայելը հենց նոր էր հաղթել Երիքովին, բայց հաջորդ ճակատամարտում գայի դեմ նրանք անսպասելիորեն պարտվում են։ Ինչու՞։ Որովհետև Աքանը վերցրել էր այն, ինչ Աստված արգելել էր։ Մի մարդու գաղտնի մեղքը ազդեց ամբողջ ժողովրդի վրա։ Սա մեզ հիշեցնում է, որ մեղքը երբեք պարզապես անձնական խնդիր չէ։ Այն միշտ ազդեցություն է ունենում մեր կյանքի, մեր ընտանիքների եւ երբեմն նույնիսկ ուրիշների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, թե որքան լուրջ է մեղքը Աստծո աչքերում։ Բայց այս պատմությունը մեզ նաեւ տանում է դեպի Հիսուս Քրիստոսը, որովհետեւ բոլորը ինչ որ չափով Աքանի նման մեղք են գործել։ Բոլորս էլ մեղանչել ենք, հեռացել ենք Աստծուց, ինչպես Հռոմեացիների 3:22-ն է ասում։ Բայց ավետարանի բարի լուրը այն է, սիրելիներ, որ Հիսուսը եկավ մեր մեղքի դատաստանը իր վրա վերցնելու։ 8-րդ գլխում տեսնում ենք Աստծո շնորհը։ Պարտությունից հետո Աստված չի լքում ժողովրդին։ Նա կրկին խոսում է Հեսուի հետ եւ ասում. «Մի վախեցիր եւ մի սարսափիր»։ Ինչ գեղեցիկ պատկեր է։ Աստված դատում է մեղքը, բայց չի մերժում ապաշխարող մարդուն։ Այսինքն նա սիրում է մարդուն։ Նա տալիս է որ հնարավորություն, որպեսզի մենք ապաշխարենք։ Պետրոսը ուրացավ Հիսուսին, բայց վերականգնվեց։ Անառակ որդին հեռացավ հոր տնից, բայց ընդունեց։ Մենք էլ երբեմն ընկնում ենք, բայց Հիսուսը կանչում է մեզ վերադառնալ դեպի իր մոտ։ 8-րդ գլխում Հեսուն կառուցում է զոհասեղան եւ կարդում Աստծո օրենքը ժողովրդի առաջ։ Հաղթանակից հետո ժողովուրդը կանգնում է Աստծո խոսքի առաջ։ Սա շատ կարևոր դաս է։ Իսկ հաղթանակը միայն թշնամու հաղթելը չէ։ Իսկական հաղթանակը Աստծո հետ ճիշտ հարաբերության մեջ ապրելն է, սիրելիներ։ Հիսուսն ասեց, եթե իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք։ Այս գլուխներում մենք տեսնում ենք, որ մեղքը բերում է պարտություն, բայց ապաշխարությունը բերում է վերականգնում։ Եվ այդ վերականգնման ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Նա ոչ միայն ներում է մեզ, այլ նաև բարձրացնում է մեզ մի անկումից հետո դեպի վերականգնում։ Փառք Տերոջը, սիրելիներ, Տեր Հիսուսի համար, որ նա մեզ համար 24 ժամ բարեխոսում է։ Ուղղակի մենք պետք է հավատքով մոտենանք, խոստովանենք եւ նայենք առաջ։ Աղոթենք, սիրելիներ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ դու ճիշտ է որ չես սիրում մեղքը, բայց մեղավորներից սիրում ես։ Օգնի որ մենք ապրենք քո ուզած կյանքով, սուրբ կյանքով եւ ամեն մեզ տեսնողը քեզ տեսնի։ Ամեն։ Սիրելիներ, եթե դուք օրհնվեցիք այսօրվա այս խոսքից, բարի եղեք, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես օրհնվեն։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները, Աստծո կամքով կհանդիպենք վաղը։